Չկա աշխարհի երեսին որևէ պետություն, որը կարողանա կազմակերպել Հայաստան 300,000 ադրբեջանցիների տեղափոխումը։ Այսօր ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում ասել է Հայկական խորհուրդ կազմակերպության ղեկավար Խաղաղության կամուրջ նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը։ Նա այս ամենը որակել է անիմաստ քարոզչություն ու շեշտել, որ Ադրբեջանն անգամ 100,000 ադրբեջանցի չի կարողանում տեղավորել Արցախում։ Ինչպես եւ մեր մոտ կան մարդիկ, ովքեր որ շատ կոշտ դիրքորոշում ունեն, որոնք ասում են ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի Ադրբեջանի հետ, դա ինքնախապեյություն, ինքեւ այնտեղ կան մարդիկ, ովքեր ասում են Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր չի։ Ինչպես մեր մոտ կա խոսույթ, հա, թուրքը մնում է թուրք, իրանք էլ ունեն դրա ճիշտ հակառակը, հայը մնում է հայ։ Եվ նմանատիպ այդ բոլոր գրադարություններով այդ հասարակական շերտերը կան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն էլ նկատել է, անցել է մոտ 6 տարի, բայց Ադրբեջանը իր բնակչության անգամ 10%-ին չի կարողանում տեղափոխել Արցախ։ Դուք ուղղակի չեք պատկերացնում Ամասիայի Վարդենիսի շրջանի ադրբեջանցիները Ադրբեջան որտեղ են գնացել բնակվել, եւ եթե դուք լինեիք, դուք հետո կգայիք Ամասիա բնակվելու կամ Վարդենիս բնակվելու, ինչպես նշվեց նաեւ նույնիսկ Ղարաբաղում հիմա լրջագույն խնդիր է վերականգնել 10% ադրբեջանական բնակչության, նայեք անցել արդեն գրեթե 6 տարի մեծ այն շրջանների, որ հայկական կողմից անցան Ադրբեջանի եւ Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը։ Մինչեւ հիմա չկա 10% բնակչության, որ եղել է մինչեւ կոնֆլիկտի սկիզբը։